Մենք նաև հոկտեմբեր ամսին ունեցանք կարևոր զարգացում, երբ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց մասնավոր փաստաբանի ծառայություններից, հստակ ներկայացնելով շարժառիթը, դա կապված էր պաշտպանությունը կազմակերպելու անհնարինության հետ, ըստ էության 400 հատորը գերազանցող ծավալի նյութեր էին ներկայացվել, որը գերազանցում է 100,000 էջը, ընդ որում այս նյութերը օգտագործվել են ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլ նաև 15-ի դատավարություններում եւ այս մեծածավալ նյութերը թարգմանված չեն եղել հայ ամբաստանյալներին հասանելի լեզուներով, ավելին դրանց ծանոթանալու հնարավորություն չի տրվել, նախ օբյեկտիվ հնարավորություն ժամանակի առումով եւ մյուսը բազմաթիվ փաստաթղթեր նաև կլասիֆիկացված են եղել որպես օրինակ գաղտնի տեղեկություններ եւ այստեղ էլ դրվել են լրացուցիչ սահմանափակումներ եւ ակնկալվել է, որ առանց մեղադրական եզրակացությանը ծանոթանալու, առանց գործի նյութերին ծանոթանալու հայերը պետք է կազմակերպեն ձևական պաշտպանություն, բոլոր այն միջնորդությունները, որոնք ուղղված են եղել իրական պաշտպանությանը մերժվել են, այսինքն կողմերի իրավահավասարության, զենքերի հավասարության սկզբունքը եւս պահպանված չի եղել եւ այստեղ անտրամաբանական է դարձել ձևական պաշտպանություն կազմակերպելը եւ մասնավոր փաստաբանը ներգրավել հենց այդ նպատակներով, նրա գործունեությունը եւս խոչընդոտվել է եւ արդեն անառարկական է դարձել որևէ պաշտպանության կազմակերպումը, մինչեւ այս ազատումը մենք կարողացել ենք ավելի հանգամանալից տեղեկություններ ստանալ դատավարությունների վերաբերյալ, սակայն հոկտեմբեր ամսից սկսած միակ աղբյուրը դարձել են պաշտոնական լրատվամիջոցները։ Եվ արդեն գիտեք դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ 15-ի դատավարության վերջին նիստը, դատավարությունը ավարտված է, այս գործով դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ եւ մենք ակնկալում ենք այս ամսվա ավարտին ունենալ դատավճիռ։ Հետաքրքրական զարգացում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի գործով, 27-ին նշանակված էր նիստը, որի ընթացքում պետք է տրվեր վերջին խոսքի իրավունք, սակայն նիստը հետաձգվեց փաստաբանի առողջական խնդիրներ ունենալու հիմքով, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանի, որից հետո նշանակվեց մեկ այլ նիստ, բայց այս նիստը հետաձգվեց անհեթեթ պատճառաբանությամբ, որ դատարանը գտնվում է խորհրդակցական սենյակում։ Այսինքն դեկտեմբերի 26-ին, երբ 15-ի գործով դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ, այս հանգամանքը օգտագործվեց գործի հետագա ձգձգումը արդարացնելու նպատակով։ Եթե այս հանգամանքը լիներ իրական հետաձգման պատճառ, ապա դեկտեմբերի 27-ի նիստը եւս պետք է հետաձգվեր այս հիմքով, բայց դեկտեմբերի 27-ի նիստը հետաձգվել էր փաստաբանի ենթադրաբար առողջական խնդիրների պատճառով եւ սա մեզ թույլ է տալիս մտածել, որ Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան։ Ինչով է դա հիմնական պատճառները, որոնք կարող են լինել դժվար է վերհանելը, սակայն այդ հետաձգման միտումը մեզ համար նկատելի է։ Եվ դատավարության մասով շատ կարևոր է, որ մենք արձանագրենք գործերը քննվել են ռազմական տրիբունալների կողմից, այդ թվում Ռուբեն Վարդանյանի գործը, որտեղ մենք ունենք մեկ ամբաստանյալ քաղաքացիական անձ։ Ռազմական տրիբունալները ընտրվում են սուբյեկտների հիմքով, այսինքն մեղադրյալը պետք է ռազմականացված անձ լինի, որպեսզի կոմպետենտ դատարանը լինի ռազմական դատարանը եւ հետաքրքրական է, որ կալանքի ձևական որոշումների ժամանակ սկզբնական փուլում Ադրբեջանի իրավապահ մարմինները միջնորդությունները ուղարկել են հենց սովորական գործեր քննող դատարան, քաղաքացիական դատարաններ, ուստի հետագայում է որոշում կայացվել գործը փոխանցել ռազմական դատարանին, ինչը մենք մեկնաբանում ենք հենց քաղաքական պատվերի շրջանակներում։ Եթե անդրադառնամ մի շարք այլ թարմ նորությունների, նշեմ, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ակնկալվում էր տեղեկություններ այնտեղ պահվող հայերի վիճակի մասին,
Եվ մենք այս տեղեկությունները պետք է ստանայինք դեռևս 2025 թվականի նոյեմբեր ամսին, նոյեմբերի 4-ին, Ադրբեջանի կառավարությունը շուրջ 2 անգամ լրացուցիչ ժամանակ խնդրեց դատարանից եւ վերջնաժամկետը հունվարի 8-ն էր։ Կարող եմ հաստատել, որ մենք հունվարի 12-ին ստացել ենք տեղեկություններ, որոնք 16-ի առնչությամբ պարունակում են տվյալներ նրանց առողջության ընթացքում իրականացված բժշկական զննությունների, գտնվելու վայրի, պահման պայմանների վերաբերյալ, կից ներկայացվել են որոշ լուսանկարներ, թե խցերի եւ թե անձանց վիճակի առումով, այսինքն նոյեմբերի 4-ի պարտականությունը հետաձգված կերպով Ադրբեջանի կառավարությունը իրականացրեց 2026 թվականի հունվարի 12-ին։ Եվ մենք ունեցանք մի դրական տեղաշարժ, որը հաճելի անակնկալ էր մեզ համար, դա 2025 թվականի դեկտեմբերի 24-ի եւ 25-ի Կարմիր խաչի ներկայացուցիչների այցելություններ, այսինքն 7 ամիս տևած դադարից հետո Կարմիր խաչի ներկայացուցիչները Ժնևյան գրասենյակի անունից այցելություն իրականացրեցին, բայց ուզում եմ հստակեցնել, որ սա ad hoc մեկանգամյա փոխհամաձայնեցված այցելություն էր եւ այն կանոնավորության չի ենթարկվում հաշվի առնելով, որ գրասենյակը իր գործունեությունը դադարեցրել է, բայց մենք չենք բացառում, որ նոր համաձայնությունների ձեռքբերման պայմաններում այս այցելությունները կրկնվող լինեն։ Ինչ հաճախականությամբ չենք կարող կանխատեսել, բայց դրա հնարավորությունը չենք բացառում։ Բոլոր դեպքերում Կարմիր խաչի այցելությունը դրական հոգեբանական ազդեցություն է թողել թե այնտեղ գտնվողների եւ թե նրանց ընտանիքի անդամների շրջանակում եւ այդ այցելության ընթացքում նաեւ նամակներ են վերցվել, տեսագրություններ են վերցվել, որը արդեն այս ամսվա ընթացքում փոխանցվել է ընտանիքի անդամներին։